անունը փառավորի Քուրաջան եւ Պանեջան, Աստված բոլորիս օրհնա, որ մեկ շաբաթ էլ Աստված մեզ կյանք շնորհեց, իրեն անունը փառավորի։ Որակ այսօր կուզեմ խոսել հետևյալի շուրջ, ամենակարևորակույնը։ Երբ որ մենք նայում ենք Սուրբ Գրքի մեջ, ասո ամեն մեկ ստեղծագործություն բարի է, սուրբ եւ անխոթան։ Հիշում եք, Ժողովուրդ գրքի մեջ, երբ որ մենք կարդում ենք 7-րդ գլխի 29 համարում գրված է. Սակայն ահա սա գրել են, որ Աստված մարդին ուղիղ է ստեղծել, բայց նրանք շատ հնարքներ են փնտրել։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, մեր մեջ այսօր ամենաառաջնային խնդիրը սա է։ Եվ կուզեմ այդ մտքի վրա կանգ առնեմ, որ մեր ամեն տեսակի խնդիրների խնդիրների մեջ մենք երբեք չմեղադրենք ասում կամ չմնանք անպատասխան վիճակի մեջ։ Առաջին մեծ խնդրեմ հետևյալն է, որ ես եւ դու այսօր Աստծո խոսքի հետ կապված չենք։ Տեղյակ չենք Աստծո խոսքից եւ Աստծո ցերակրից։ Աստծո կամքից։ Մենք ամեն անգամ հայրմերի ժամանակ ասում ենք լինի քո կամքը։ Հիմա հարց եմ տալիս. Որն է Աստծո կամքը։ Ամեն անգամ միգուցե մարդը 10 կամ 20 անգամ հայրմեն է ասում եւ ամեն անգամ ասում է լինի քո կամքը։ Մի հարց հետեւյալն է. ես եւ դու Աստծո կամքին համաձայն ենք թե չէ։ Երբեք Աստված որից մեկ անգամ մարդուն չի ուզում սպանել կամ կորցնել։ Երբ որ մենք կարդում ենք Սուրբ Գրքի մեջ, Եզեկիել մարգարեության մեջ գրված է. Աստված ամբարիշտին մեռնելը չի ուզում, այլ դարձի գալը եւ ապաշխարելը կուզում։ Երբ որ մենք կարդում ենք ողջ Երեմիայի մեջ, ուշադրություն դարձեք, 3-րդ գլուխ 33-րդ համարի մեջ գրված է, որովհետեւ նա իսը չի նեղացնում եւ տրտմեցնում մարդկանց որդիներին։ Հիմա հարցը հետեւյալն է. Քուրջ ջան, եղբայրներ ջան, երբ որ մեր կյանքի մեջ խնդիր է լինում, խնդրեմ, մենք ինչ ենք մտածում։ Ուղղակի կուզեմ հիշեցնել, քեշեք, երբ որ Հիսուս Քրիստոսը խաչի վրա էր, հետևյալ խոսքեր ասեց. Էլի, լամա սաբակթանի, որ թարգմանում էր. իմ Աստված, ինչու թողեցիր ինձ։ Ինչու։ Այսօր ուզում եմ, որպեսզի մենք խոսենք այդ վիճակի վրայով, ինչու։ Այսօր շատ անձնավորություններ ինչու տակ տեսնում են իրենց սրտի ուզածը։ Եթե իրենց սրտի ուզածը չեղը, հարցը ասում հետևյալն է. ինչու։ Հիմա հարց եմ տալիս, ինչու համար Աստված իր որդին թողեց, որն էր պատճառը։ Եվ սրարը չեմ ուզում խորանալ, այլ ուզում եմ մեր մասին նայենք, որն է խնդիրը։ Եվ ինչու համար ես եւ դու ունենք խնդիրներ, որ այսօրվա դրությամբ չեն կարող դիմակայել եւ հաղթել։ Եղբայրս քույրս, Պողոս առաքյալը իրեն թղթերի մեջ հետևյալ համարն է բերում։ Նայեք ինչ է ասում Պողոս առաքյալը ինձ եւ քեզ։ Երկրորդ Տիմոթեոս առաջի գլուխ 12-րդ համարի միջնամասից գրված է. Գիտեմ ում եմ հավատացել եւ համոզված եմ, թե նա կարող է իմ ավանտը պահել։ Այս վերջերս եղբայրները խոսեցին Հովսեփի վրայով։ Ուշադրություն դարձեք 17-18 տարեկան երիտասարդ։ Կյանք չի մտել, որից է մեկտեղ խնդիր չի ստեղծել, այլ իր եղբայրների խնդիրները տեսնելով իրեն հորը զգուշացրել էր։ Եվ մենք ինչ ենք տեսնում։ Տեսնում ենք, որ եղբայրների կողմից Հովսեփ ատվում է, քսվում է գուպը, վաճառվում է պետապրեսի տուն, այնտեղից բանտ։ Քուրջ ջան, եղբայրներ ջան, ուղղակի ուզում եմ մենք տեսնենք այս անձնավորության կյանքի մեջ, երիտասարդի մեջ ինչ էր ձևակերպը։ Երբեք ինքը չհարցրեց Աստված իմ, ինչու համար իմ եղբայրն ինձ ատում են։ Կամ լավ, ես պետապրեսի տան մեջ ապրել եմ քեզ հաճելի կյանքով, որից է մեկտեղ ծուր աշկով չեմ նայ պետապրեսի ոչ ունեցվածքին, ոչ կնոջը, ինչու համար։ Ուշադրություն դարձեք եւ անդրադառնում եմ 45-րդ գլխին, երբ որ Հովսեփի եղբայրներին ինքը ի հայտ եկավ։ Եվ ուշադրություն դարձեք ինչ է ասում Հովսեփ։ Կարդում եմ մեր բոլորի համար, նայեք ինչ է գրված։ 45-ի 5 համարն եմ կարդում։
Երբ որ ինքը իր եղբայրներին ի հայտ եկավ եւ հետեւյալ տողեր ասեց, որովհետեւ Աստված ուղարկեց ինձ ձեր առաջին կյանք պատրաստելու համար։ Եվ շարունակությունը 7-րդ համարի մեջ ասում է. Աստված ինձ ձեր առաջին ուղարկեց, որ երկրը ձեզ համար սերունդ պահե եւ ձեզ ապրեցնե մեծ ազատությունով։ Արդ ոչ թե դուք ուղարկեցիք ինձ այստեղ, այլ Աստված։ Քուրեր ջան, եղբայրներ ջան, Հովսեփի մեջ ինչուն չառաջացավ, որովհետեւ Հովսեփը հասկանում էր եւ ինքը առել էր այն, որ ամենակալ Աստված իրեն տանում է, որպեսզի իրեն հորտունը պահի։ Ես եւ դու, եթե լինենք Հովսեփի հետ, ինչ կմտածենք։ Պիտի մտածենք ինչի համար Աստված թողեց, ինչի համար եղբայրներս ծեվի չարացան իրեն հանդեպ, որից է մեկտեղ խնդիր չեմ ստեղծը, բայց Հովսեփը հավատում էր Աստծո ամեն մեկ խոսքին եւ ինքը հանձնված էր Տիրոջ ձեռքերի մեջ։ Ինքը Տիրոջ կամքի համաձայն էր գնում։ Մենք այսօր ասում ենք, լինի քո կամքը ինչպես երկնքում, այնպես երկրի վրա։ Երկրի վրա, այսինքն ում է։ Ուրիշների հետ, ոչ մեզ հետ։ Իսկ ո՞րն է Տիրոջ կամքը։ Բազում անգամ ես մասին խոսացել եմ, երբ որ հարցնում ենք, ո՞րն է Աստծո կամքը, բոլորը պատասխանում են, Աստծո կամքը բարին, հաճելին կատարյալն է։ Հիմա հարց եմ տալիս, դու Աստծո կամքի մեջ այդ ամենը կարող ես տեսնել։ Հոբի տառապանքները կարող ես ընդունել բարի, հաճելի կատարյալ։ Սկզբնական վիճակում, երբ որ մենք նայում ենք կատարյալ անձնավորություն Հոբը, այդ ամենածանր վիճակի մեջ Աստծուն հայոյություն չբերեց։ Երբ որ լուրը հասցրեցին, թե տղաներդ, զավակներդ մահացել են, ինքը ինչ ասեց։ Տերը տվեց, Տերը վերցրեց, Տիրոջ անունը օրհնյալ լինի։ Չարցրեց ինչի համար, որ մեղքի համար։ Եղբայրս, քույրս, այսօր մեր կյանքի մեջ կան խնդիրներ, խնդիրներ, դժվարություններ, եւ որն է նպատակը այսօր Աստծո ձեռակիրը ես պիտի հասկանամ, բայց եթե Աստծո խոսքի հետ կապ չունեմ, ինչպես պիտի հասկանամ։ Ուղղակի անցնում եմ առաջ, մի հատ միտք եմ ուզում ասել, Սուրբ Գրքի մեջ գրված է Առակաց գրքում, ինքը ամենակալ Աստծո խոսքը ինձ եւ քեզ հետեւյալն է ասում։ Ուշադրություն դարձեք, ինչ է գրված։ Երբ որ մեր կյանքի մեջ խնդրեմը լինում է, մենք մեկ ուրիշ ձև ենք նայում։ Առակաց 29:19 համարը։ Խոսքով չի խրատվիլ այն ծառան, որ կլսե ու չի պատասխանը։ Հիմա հարց, եթե ես խոսքով չեմ հասկացել, Աստված ինչ միջոց պիտի ձեռնարկի։ Երեխա չարություն է անում։ Բացատրում ես, խոսքով չի ընդունում, ինչ ես անելու։ Այսօր նոր դասիրակությունը մտե, երեխային չի կարելի ծեծել։ Երեխային չեն ծեծել, որովհետև այսօր այդ հոգեբանության հիման վրա ընդունել են, որ ճիշտ է, ու այսօր իրենց երեխեքին կորսրել են։ Երբ որ մենք կարդում ենք Առակաց գրքի մեջ, ինչ ասում Սողոմոն իմաստունը, ուշադրություն դարձեք։ Մի քիչ շեղում եմ, ոչինչ։ Երեխային մի խնայիր խրատը, որովհետև եթե նրան գավազանով ծեծես, չի մեռնի։ Դու նրան գավազանով կծեծես, բայց հոգին կազատես դժոխքից։ Բացի թողի երեխան միշտ խնդրեմ է։ Ուղղակի չեմ ուզում շեղվել այս մտքից։ Ամենակալ Աստված ասում է, խոսքով չի խրատվիլ այն ծառան, որ կլսե ու չի պատասխանը։ Եթե ես խոսքով չեմ հնազանդվում, Աստված ունի միջոց։ Եվ անդրադառնում եմ Եբրայեցիս 12:6 համարին, որտեղ որ գրված է, Աստված իրեն սիրածները կխրատե, նա ծեծում է ամեն որդի, որին որ ընդունում է։ Հիմա եթե խոսքով չեմ հասկանում, Աստված ունի միջոց։ Հիմա ծեծը ո՞րն է։ Մի հատ մեծ փայտ ունի, հա, այդ փայտով մեզ ծեծում է։ Այսօր նեղություն, դժվարություն, խնդրեմ, հիվանդություն։ Աստված կիրառում է սա, օգտագործում է լոկ մեկ բանի համար, ի նպաստ մեզ։ Եվ ուշադրություն դարձեք, անդրադառնում եմ Հոբին, որից մեկը չի վկայում Հոբի մասին, այլ Աստված է վկայում Հոբի համար, ուղիղ, աստվածավախ եւ կատարյալ։ Քուրս եղբայրս, այդ ուղիղ, աստվածավախ եւ կատարյալ մարդը ուներ թերություններ։ Եվ ասում է, ամենառաջնային նպատակը սա է, որ մարդ Աստված հարաբերություն հաստատվեր, Հոբ Աստված հարաբերությունը, որ Հոբը կարողանար տեսնել Տիրոջը։
Մատթեոս ավետարան 5:8 համարի մեջ գրված է. Երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնեն։ Հիմա ամենակալ Աստծո ծրագիրը սա էր, որ հոպը կարողանար տեսնել Տիրոջը։ Հիմա պիտի ասենք, ուղիղ աստվածավախ կատարյալ մարդը ինքը ուղիղ սիրտ չուներ, սիրտը մաքուր չէր, չէ։ Մեկ համար եմ ուզում մեջ բերում անել, որը գրված է հայտնության մեջ, հուրաչան, եղբայրներ ջան, սա չեմ քննադատում, այս մարդիկ ավելի բարձր են, բայց մարդ բնության մեջ կա վիճակ, որ Աստված ուզում է շտկել։ Ուշադրություն դարձեք, կարդում եմ հայտնության 6-րդ գլուխ 9-րդ համար, գրված է, որ 5-րդ կնիկը պասեցավ, տեսած սեղանի ներքևը այն հոգիները, որ մորթված էին Աստծո խոսքի համար եւ այն վկայության համար, որ ունեն։ Հիմա հարց եմ տալիս։ Այս մարդիկ Աստծուն սիրող մարդիկ են, թե չէ։ Աստծո խոսքի վկայության համար մորթվել են։ Բայց ուշադրություն դարձեք, մեկ նրբության վրա եմ ուզում կանգնել։ 10-րդ համարի մեջ գրված է, որ մեծ ձայնով աղաքում եւ ասում են. «Միջև երբ ով սուրբ է, ճշմարիտ չես դատում եւ մեր այրան վրեժը չես առնում երկրի վրայի բնակողներից»։ Հիմա հարց եմ տալիս. երկնքում վրեժխնդրություն կա։ Եթե քո սիրտը մաքուր է, վրեժխնդիր կլինես։ Քուրս ջան, եղբայրներ ջան, այս մարդիկ իրոք սուրբ են, հանկած ուրիշ ձևի չմտածեք։ Ամենակալ Աստված այս օրինակները ցույց է տալիս մեզ։ Երբ որ մենք կարդում ենք հայտնության գրքում վերջի համարներում ինքը ամենակալ Աստված ինձ եւ քեզ ինչ է սովորեցնում։ Գրված է հայտնության 22-րդ գլուխ 11 համարից։ Անիրավություն գործողը թող էլ ավելի անիրավանա։ Կեղտոտը թող ավելի կեղտոտվի։ Արտարը թող էլ ավելի արտարանա։ Սուրբը թող էլ սրբվի։ Սուրբը թող էլ սրբվի։ Ամենակալ Տիրոջ նպատակն էր հոպին էլ ավելի սուրբ կակնցնել իրեն առաջին։ Այսօր մենք ամեն մեկսեմ մարդ ենք։ Մեր կյանքի մեջ դժվարություն կլինի, պրոբլեմ կլինի։ Չի եղել, որ ամենամտերիմ անձնավորությունը կամեն մեկը, որին որ շատ լավությունները սանը, քեզ ցավեցրել է, միգուցե պրոբլեմ է ստեղծել, խնդիր է ստեղծել, հարց ինչի։ Եթե ես հավատամ ամենակալ Տիրոջ խոսքին ամբողջ սրտով եւ Աստծո խոսքի հետ մեկացած լինեմ, այդ հարցը չի տրվի։ Հովսեփ չարծրեց, ինչի։ Այլ Հովսեփ գիտեր, որ ամենակալ Աստված իրեն տարավ Եգիպտոս, որ իր հորտունը պահի։ Մենք այսպես չենք կարող մտածել։ Երբ որ մեզ ցավեցնում են, մենք հարցնում ենք ինչի։ Հարց եմ տալիս ինձ եւ քեզ։ Անձնավորություն, որը անտեղի մեզ ցավեցրել է, մեր սրտի մեջ ինչ է տեղի ունեցել։ Ինչ ասում Դավիթը, իմ մեջ սուրբ սիր ստեղծի։ Սուրբ սրտի մեջ քենախնդրություն կա, նախանց կա, չարություն կա, ադելություն կա, բամպասանք դատել կա։ Աստծո նպատակը սա է, եղբայրս, քույրս, երբ որ մենք կարդում ենք Մատթեոս 5:8-ը, հոպին ինքը սրա համար տարավ, երանի սրտով մաքուրներին, որ Աստծուն կտեսնեն։ Նորից եմ անդրադառնում հոպին, հոպը իրոք կատարյալ անձնավորություն էր, կատարյալ էր հետևյալ մտքի մեջ, որ կյանքը Քրիստոսի մեջ է։ Հոպը բուժված չէ, ցավերի մեջ է, բայց նայեք ինչ դավանանք ունես անձնավորությունը, ինչ է դավանում։ Հոպի 19-րդ գլուխ 25-26 համար։ Իսկ ես գիտեմ, որ փրկիչս կենտան է։ Եվ նա վերջը պիտի կանգնի հողի վրա։ Իմ մորտը այսպես թափվելուց հետո այն ժամանակ իմ մարմնիցը տեսնելու եմ Աստծուն։ Լավ թող այդտեղ տեսներ։ Ինչի 42-րդ գլխի մեջ։ Եվ ուշադրություն դարձեք, 42-ին անդրադառնում եմ հետևյալ դրվագին։ Անցնելով առաջ չեմ կարդում 5-րդ համար, որ գրված է ականջի լսելով լսել էի քո մասին, բայց հիմա իմ աչքը տեսնում է քեզ։ Հոպի բարեկամները եկան Աստծո առաջին զոհ մատուցելու, աղոտ կանելու։ Աստված չլսեց։ Եվ մատնացույց արեց հոպին։ Եվ կարդամ այդ տողերը։ Իմ բարգորությունը փոփոխել է քեզ դեմ քո երկու ընկերների, որովհետև իմ մասին ուղիղ չխոսեցիք իմ ծառա հոպի նման։
Ուրեմն հիմա ձեզ ասում եմ 7 զվարակ 7 խոյ առեք, գնացեք իմ ծառահոպի մոտ եւ ողջակես մատուցացրեք ձեզ համար, որ իմ ծառահոպը աղոտ կանի ձեզ համար, որովհետեւ նրան եմ ընդունում, որպեսզի չհատուցանեմ ձեզ։ Հիմա շատություն դարձեք, ասված թույլ է տվե վիճակ։ Բարեկամները, որոնք որ հոպին ցավեցրել են, նախատել են հոպի ձեռքերը վերև չեն հանել, եկան, ասեցին հոպին, որ մեզ համար աղոտ կարա։ Հոպի 42-ի 10 համարն եմ կարդում։ Եվ Եհովան ետ դարձրեց հոպի կերությունը, երբ որ նա իր ընկերների համար աղոթեց։ Հիմա հարց եմ տալիս, ես եւ դու կարող ենք այդպես։ Այսօր մի անգամ մեզ ցավեցրել են, ներել ենք, երկրորդ անգամ ներել ենք, չորրորդ անգամ ներել ենք, 10-րդ անգամ ներել ենք, բայց հարց եմ տալիս, իրոք ներել ենք։ Ներել ինչ է նշանակում։ Մեկին դատարանը դատապարտում է, դատավորը կարդում է դատավճիռը, ինքը ներված է։ Հարց եմ տալիս, 5 օր հետո նորից կբերեն, կքննարկեն նորից այդ հարցը։ Հիշում եք, Մատթեոս ավետարանի մեջ այս համարը շատ կարտասվել է։ 6-րդ գլխի 14-15 համարները, որովհետև եթե դու մարդկանց հանցանքները թողեք, ձեր հայրները կթողի ձեր մեղքերը կամ հանցանքները։ Իսկ եթե դուք մարդկանց չեք թողնում նրանց հանցանքները, ձեր հայրը չի թողնի ձեր հանցանքները։ Հիմա հարց եմ տալիս, ինձ եւ քեզ է ուղղված հարցը։ Ովքեր որ մեր դեմ չարություն են արել, խնդիրներ են ստացել, հարց թողել ենք թե չէ, թե նորից հիշում ենք։ Երբ որ այդ անձնավորությունը նորից ցավեցնի, գիշես անցած անգամվա խնդիրները, իհարկե կհիշենք։ Որն է պատճառը, որտեղ ես եւ դու Աստծո խոսքի հետ կապված չենք եւ չենք հասկանում Աստծոյ կամքը։ Ուղղակի մեր մեջ հետեւյալն է, ինչու։ Եղբայրս, քույրս, երբ որ մենք նայում ենք ամենակալ Աստծո խոսքին, Աստված ամեն բան մաքուր, անարատ, անաղարտ է ստեղծել։ Այդպես է թե չէ։ Երբ որ նայում ենք Աստծո խոսքին, Աստված ամբարիշտի մեռները չի ուզել, ուրեմն աստ է հավատացյալ է։ Հիմա հարցը հետևյալն է, եթե քո կյանքի մեջ խնդրեմ կա, ինչ ես մտածում, Աստված թույլ տվել է թե չէ։ Երեմիայի 3:37-ն ասում է, ով է նա, որ ասի եւ կատարվի, եթե Տերը չի հրամայել։ Ուրեմն իմ եւ քո կյանքի մեջ ինչ որ տեղի ունենում, Տիրոջ հրահանգով է։ Որն է պատճառը։ Այստեղ հարցը բերում է հետևյալը։ Ինչու։ Որ ես եւ դու Աստծո հետ մեկանանք։ Աստծո ամբողջ ծրագիրը սա։ Ինքը ուրիշ ծրագիր չունի։ Սա է պատճառը, որ Պողոս առաքյալն ասում էր. գիտեմ ում եմ հավատացել եւ համոզված եմ, որ իմ ավանդը կպահի։ Այսօր մենք այսպես չենք հավատում։ Թող Տեր օգնական լինի մեզ ամեն մեկից եւ ես վերջերս թե երիտասարդների շրջանակում խոսվել է հարցը, թե եկեղեցիներում պիտի կարդամ Հեսուի գրքի մեջ գրված հետեւյալ տողը 24-ի 10-ին համարի մեջ գրված է Հեսուն ժողովրդին ասաց. դուք չեք կարող Եհովային պաշտել, որովհետև նա սուրբ Աստված է, նա նախանձոտ Աստված է, ձեր հանցանքները մեղքերը չի ներել։ Հարցը հետևյալն է, ուղղակի մեկ համարի վրա, մեկ մտքի վրա եմ կանգառնում։ Ինչի համար մենք Աստծուն չենք կարող պաշտել։ Որն է պատճառը։ Պատճառը հետևյալն է։ Երբ որ մենք կարդում ենք ավետարանի մեջ, ամենակալ Տիրոջ խոսքը ինձ եւ քեզ սովորեցնում հետևյալը, որ մարդը երկու Տիրոջ չի կարող ծառայել։ Այդպես է թե չէ։ Մեկին կսիրի, մյուսին կատի։ Եվ այսօր ուղղակի կուզեմ, որ մեր մեջ այս հարցը վերջնակալորեն լուծվի, մենք կարողանանք տեսնել։ Ինչու չենք կարող պաշտել։ Կարդում եմ մեկ համար, որը գրված է Հովանու թղթերի մեջ, ներողություն, Հովանու ավետարանի մեջ, Տեր Հիսուս Քրիստոսը խոսում էր հրեաների հետ։ Այնտեղ հրեաներից տարբեր մարդիկ կային, վարդապետներ, փարիսեցիներ, տպիրներ, Աստծո խոսքին տեղյակ մարդիկ։ Եվ 5-րդ գլխի մեջ նայեք ինչ է ասում Տեր Հիսուս Քրիստոսը։
Կարդում եմ 40 համարից, եւ դուք չեք կամենում ինձ մոտ գալ, որ կյանք ունենաք։ Ես մարդկանցից փառք չեմ առնում, բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստծո սերը չունիք ձեր անձերում։ Հիմա հարց եմ տալիս. Աստված գիտեր այս մարդկանց, թե չէ։ Թե այնպես օդի մեջ մի հատ վերացական խոսք էր ասում։ Եղել է պարակա, կներեք, մարդիկ կա, որ եկեղեցու մեջ հանկած կամ մարգարեանում են, կամ խոսք են ասում, եկեղեցու մեջ մեղ կա, մեկը չի կարդում, ադելություն կա, պամպասանք, դատ, ամեն տեղը սա կա։ Ամենակալ Աստված ուշադրություն դարձեք, նայեք ինչ է ուզում մեզ սովորեցնել։ Եվ ես կուզեի, որպեսզի ես եւ դու կարողանանք սա տեսնել։ Հիսուսը գիտեր հրեաներին, որոնք որ այնտեղ հավաքված են, գիտե մեզ։ Եվ ինչ է ասում, բայց ճանաչում եմ ձեզ, որ Աստծո սերը չունեք ձեր անձերում։ Իսկ ո՞րն է Աստծո սերը։ Աստված պատվիրան տվեց, առաջինը սա է, սիրիր քո Աստծուն, քո ամբողջ սրտով։ Հարցը ուղղված է ինձ եւ քեզ, ամբողջ սրտով սիրում ենք։ Ես ինչի չեմ կարող պաշտել Աստծուն, որովհետև ամբողջ սրտով չեմ սիրում։ Եվ երկրորդը 44 համարից եմ կարդում։ Ինչպես կարող եք դուք հավատալ, որ իրարից փառք եք առնում, եւ այն փառքը, որ միայն Աստվածանից է, չեք որոնում։ Իսկ ո՞րն է Աստծո փառքը։ Հիմի հարց, ես եւ դու Աստծո փառքը որոնում ենք, թե չէ։ Այսօր ես ավելի շատ ինչի մասին եմ մտածում։ Եթե իմ սիրտը բացվեր, գլխուղեղը բացվեր եւ այնտեղ հետազոտվեր նայել թե ես ինչի մասին եմ շատ մտածում, կտեսնեք, որ այնտեղ առաջինը Աստված չէ։ Եվ երբ որ մենք կարդում ենք Երանի սրտով մաքուրներին, այսինքն ինչ է նշանակում Երանի սրտով մաքուր, որ քո սիրտը մաքուր է, ուրիշ բան չկա, միայն պատկանում է Տիրոջը։ Բայց մենք հարցնում ենք, ինչու։ Եվ ես այդ օրինակը շատ անգամ տվել եմ, նորից եմ տալու։ Եթե գնում ես քո տղային աղջիկ ուզելու, եւ աղջիկան հարցնես, իմ տղային սիրում ես եւ պատասխանի 50% տղայիդ եմ սիրում, 50% հարևանի տղային։ Կուզես այդ ձևի հարց։ Ինչ ես մտածում, Աստված իր որդին զոհել է, որ եկեղեցին որպես հարց գնի։ Կուզե այդ ձևի եկեղեցու անդամ, որ 50% Հիսուսին է սիրում, 50% աշխարհ։ Ուղղակի խնդրանքս հետևյալն է, երբեք մի հարցը ասում ինչու, այլ քեզ հարց տու, ինչու։ Ինչու է քո կյանքի մեջ այդ խնդրումը, ինչու է քո կյանքի մեջ դժվարությունը, ինչու է քո կյանքի մեջ հիվանդությունը, ինչի։ Երբ որ մենք կարդում ենք ամենակալ Աստված ասում է, որ Եգիպտոսի հիվանդությունները ձեր վրա պիտի չկան։ Բայց մեկտեղն է հիշեցնում է մեղքի համար։ Եգիպտոսի հիվանդությունները եւ այն բոլոր հիվանդությունները, որ գրված է Սուրբ Գիրքի վրա, քո վրա պիտի կա։ Ո՞րն է պատճառը։ Մարգարության մեջ գրված է, ես քեզ պիտի զարկեմ հիվանդությունով քո մեղած պատճառով։ Ես այսօր հարց չեմ տա ինչի, որ խնդրի խնդրի համար որ շտկվեմ, այլ նայում եմ հեղինակը մեկ ուրիշը։ Մեղադրում ասում, ինչի։ Ասապն նույնն էր մտածում։ Ինչի ինքը ցավ ունի, տառապանք ունի, ինչի ինքը խաղաղություն չունի, ինչի ինքը հաջողակ չէ։ Եվ ինքը պատասխան առավ, երբ որ մտավ Տիրոջ խորանը։ Այսօր դու կարող ես մտնել Տիրոջ խորանը, այլ տեսնես այդտեղ, որ Աստված քեզ սիրում է։ Աստծո ամեն մեկ ստեղծողական կամ Աստծո ծրագրի մեջ չկա մեկտեղ, որ ինքը ուզում է քեզ ցավեցնել կամ կորցնել։ Աստված, որից մեկին չար բաներով չի փորձում։ Աստված փորձում է ամեն մեկից, բայց ոչ չար բաներով։ Իսկ որն է չար բանը։ Աստված այնպես չի փորձում, որ մարդը ընկնի մեղքի մեջ կորսվի։ Աստված քո կարողության չափով քեզ փորձություն է տալիս, որ դու դիմակայես, կարողանաս համբերել եւ Աստծո անունը փառավորես։ Ամեն։